Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Stone Hill College-ի միջազգային հարաբերությունների ամբիոնի Ռիչարդ Ֆինեգանի անվան պատվավոր պրոֆեսոր Աննա Օհանյանի հետ։ Ողջույն եմ սիրելի Աննա, շատ շնորհակալ եմ, որ կրկին անգամ հնարավորություն եք գտել, ժամանակ եք գտել գալ եւ պատասխանել մեր հարցերին։ Շնորհակալություն հրավերի համար Գայանե։ Շատ շնորհակալություն։ Վերջերս մենք արդեն գիտենք, վերջին շրջանում Հարավային Կովկասը մեծ ուշադրության կենտրոնում է հայտնվել, տարբեր երկրների ուշադրության կենտրոնում եւ ահա մենք տեսնում ենք, որ պակիստանյան խոշոր թերթերից մեկը հրապարակել է մեծ վերլուծական հոդված, որը վերաբերում է Հարավային Կովկասի նոր աշխարհական իրավիճակին։ Ես կարճ ներկայացնեմ շատ համառոտ մեծ է ծավալուն է հոդվածը, ներկայացնեմ հիմնական թեզերը, հետո մի քիչ ավելի կմանրամասնենք, բայց հիմնական թեզերի շուրջ կուզենայի արդեն ձեր կարծիքը լսել։ Հեղինակը ուրեմն ասում է, եթե առաջ հիմնական հարցը Կովկասում կենտրոնական աշխարհաքաղաքական հարցն էր, թե ով է վերահսկում Կովկասը, ապա այժմ այլ հարց է տրվում, ով է կապվում Կովկասի միջոցով, ասում է նա, եւ նա ասում է նշված 3 հիմնական մրցակցող երթուղիներն են այստեղ հետաքրքիր՝ Միջին Միջանցք, Հարավային Հայաստանի միջով անցնող Թրիփը եւ Իրանի Պարսից ծոց Սև ծով ճանապարհը Հայաստանի Վրաստանի միջոցով։ Շարունակում է երկրորդ թեզը։ Հիմնական նրա թեզը նա է, որ Հայաստանը հայտնվում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Չինաստանի, Եվրամիության միջև շահերի միաժամանակյա բախման կենտրոնում եւ որ տրանսպորտային ենթակառուցվածքները աստիճանաբար ավելի կարեւոր են դառնում, քան ազդեցության ոլորտների համար նախկին ռազմաքաղաքական պայքարը, սա էլ երրորդ թեզն էր։ Եվ այսպես առաջինը ով է կապվում Կովկասի միջոցով։ Ավելի կարեւոր է, թե ով է վերահսկում Կովկասը։ Այդ ով է կապվում, թե ով է վերահսկում, իրար հետ կապված են այն շուշտ այդ երկու թեզերն էլ, բայց այն, որ վերլուծել միայն, թե ով է վերահսկում, արդեն այդ բառը վերահսկելը, որ ենթադրում է, որ խոշոր տերությունները շատ մեծ ազդեցություն ունեն որոշ ռեգիոնների, այդ մոդելը կարծես թե շատ է թուլացել, եթե նայում եք, թե ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգները չկարողացավ Իրանի հետ պատերազմում իր նպատակները առաջ տանել Իսրայելի հետ միասին, Ռուսաստանը, որ նույնպես միջուկային հզոր երկիր էր, իրեն համարում էր գեշտերություն եւ շատ ցուցանիշներով դեռ խոշոր պետություն է, բայց նա էլ չկարողացավ Ուկրաինային ծնկի բերել, այսինքն այնպես չէ, որ Ուկրաինան հաղթեց կամ Իրանը հաղթեց, բայց այն, որ այս ոչ սիմետրիկ հարաբերություններում այս գեշտերությունները չեն կարողանում ռազմական ձևով իրենց նպատակները առաջ տանել, սա շատ կարեւոր զարգացում է։ Եվ այդ կոնտեքստով, եթե նայեք Հարավային Կովկասում այդ հարցը թե ով է իշխում կամ ով է թելադրում որ պետությունը այդ մոտեցումը արդեն բավարար չէ ճիշտ բացատրել բազմաշերտ ձևով բացատրել թե Հարավային Կովկասում առաջ զարգացող երևույթները բայց հեղինակի երկրորդ թեզը ինֆրաստրուկտուրային կապվածությունը թե դա կարևոր է այն առումով որ ամբողջ Եվրասիական կոնտինենտում մայրցամաքում եւ նաեւ շատ աֆրիկյան համարցամաքում նաեւ արդեն ինֆրաստրուկտուրային կապվածությունը առաջ է գալիս որպես միջազգային ուժի աղբյուր իսկ ինֆրաստրուկտուրային կապվածության մեջ մտնում են ոչ միայն ճանապարհներ, երկաթուղիներ եւ այլն, այլ նաեւ որ Հայաստանի պայմաններում դեռ նոր է զարգանում եւ շատ վերլուծաբաններ դեռ չեն կամ թերագնահատում են կամ դեռ չեն հասցրել հստակ ձևով հասկանալ ուժը digital թվային ինֆրաստրուկտուրաների դերը Nvidia-ի ներկայությունը Հայաստանում հզոր շատ կարևոր զարգացում է այսինքն այո արդեն բավարար չի ասել թե որ երկիրն է նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները եթե ուզենար թերևս կարող էր բայց այս պահին այդքան ազդեցություն չունի Հարավային Կովկասի վրա որ ասենք նա ամբողջովին կառավարում է Հարավային Կովկասը բայց միևնույն ժամանակ
այդ ինֆրաստրուկտուրային կապվածությունը դա դառնում է ուժի աղբյուր։ Եվ այստեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ հետ էր դեռ ամբողջ Եվրասիական մրցամաքում հետ էր մնացել Չինաստանից, արդեն կարծես թե սկսում է արագ այդ բացը լրացնել։ Մի կարը հարավային Կովկասի կոնտեքստում եւ այստեղ Հայաստանի դերը շատ կարեւոր է։ Վաշինգտոն այս վերջերս արդեն սկսել արդեն Հայաստանի հետ այդ համաձայնագրը ստորագրելուց հետո Վաշինգտոնյան համաձայնագիրը ստորագրելուց հետո արդեն կարծես թե դա ավելի կոնկրետ քաղաքականություն է ձևավորել Վաշինգտոնը, որը կոչվում է Pax Silica անգլերենով Pax նշանակում է խաղաղություն, սիլիկա, այսինքն այդ սիլիկոնյան դիվանագիտությունն է առաջ գնում։ Եվ այդ ինչ է դա նշանակում, դա փաստորեն Վաշինգտոնը մշակել է քաղաքականություն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է կարողանա ազդեցություն ունենալ կիսահաղորդիչների, ռեսուրսների, որ ռեսուրսները հեշտ եւ կանխատեսելի ձևով վերցնի, բայց հիմնականում կիսահաղորդիչների եւ արհեստական բանականության ձևավորող ինֆրաստրուկտուրայի վրա։ Եվ այդ շղթաների մեջ Հայաստանը արդեն հայտնվեց որպես շատ կարևոր խաղացող հետսովետական ամբողջ շրջանում, ամբողջ ռեգիոնում։ Այնպես որ երբ որ այդ վերլուծականը, երբ որ փորձում է վերլուծել ով է կառավարում հարավային Կովկասը, ուժը հիմա այնքան diffuse, այսինքն սփռված է, որ ոչ մի երկիր ամբողջովին չի կարողանում եւ նոր տիպի խաղացողներ են ի հայտ եկել։ Եվ դրան գումարած արդեն եթե 20 տարի առաջ այս երեք երկրներն էլ կառուցվածքային առումով շատ թույլ էին, պետական կառույցները թույլ էին, հիմա շուրջ տարբեր տիպի պետություններ են, մեկը անհատականացված նավթային պետություն է, մեկը շատ դեռ երիտասարդ փխրուն դեմոկրատիա, բայց այդ ռեժիմի տիպը դեր է խաղում, բայց երեք կոնտեքստներում էլ այս պետությունները սուբյեկտայնություն ունեն, տարբեր աստիճանի, բայց սուբյեկտայնություն ունեն եւ սպասը այսինքն վերլուծել հարավային Կովկասը որպես վերևից թելադրվող մի process պիտի գա ու ամեն ինչ տեղը գցի կամ կոնֆլիկտներ առաջացնի, դա իմ կարծիքով ամբողջովին շատ խորը ձևով չի մոտենում իրական երևույթների, որոնք շատ ավելի բարդ են։ Այսինքն այդպես շատ պարզունակ ձևով նայել, եթե TRIP է, ուրեմն Միացյալ Նահանգներն են, եթե Միացյալ Նահանգներն են, ուրեմն նրանք ազդեցություն ունեն տարածաշրջանում, այդպես չէ։ Այդպես TRIP-ը շատ կարևոր է եւ հատկապես իր թվային digital component-ով նաեւ, բայց եթե TRIP-ը, եթե դա կլիներ Ամերիկայի Միացյալ Նահանգները ամբողջովին ազդեցություն կունենար հարավային Կովկասի վրա, եթե TRIP-ը զուգորդվեր համապարփակ ամբողջովին Ամերիկայի ներգրավվածությունը հարավային Կովկասի կոնտեքստում, բայց այդպես չես տեսնում համակարգերի իրականացման ինչ որ իմպլեմենտացիոն կառուցվածքներ չկան, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան ինչ որ ֆրեյմվորքներ առաջ չի տանում Վաշինգտոնը, հետ այս պահին հետաքրքրված չէ։ Հնարավոր է որ TRIP-ի շուրջ ավելի ինլայնի այդ դիպլոմատիան խորացնի, բայց այս պահին Վաշինգտոնը տրանսակցիոն դիպլոմատիա է վարում, դիվանագիտություն է վարում, որը նաև թույլ է տվել Հայաստանին տեղավորվել այդ դիվանագիտության մեջ, բայց միևնույն ժամանակ այդ գաղափար ազդեցությունների ոլորտ, օրինակ, որ շատ քաղաքագետներ սիրում են օգտագործել, պրեզիդենտ Պուտինն է ու սիրում օգտագործել, դա շատ պարզունակ կասեի գաղափար է, այսինքն քանի որ ներքևից նոր երևույթներ են, աշխարհաքաղաքական երևույթներ են առաջ գալիս, նոր տիպի սուբյեկտներն են հայտնվում, եւ փաստորեն ուժի, միջազգային ուժի կիրառումը շատ ավելի բարդանում է, բազմաշերտ է դառնում, եւ այստեղ շատ ուրիշ գիտնական կա, որը Հնդկաստանից, կարծեմ ծագումով Հնդկաստանից, բայց Ամերիկայում է աշխատում, Ամիտավ Աչարյա, որը բազմաթիվ գրքեր ունի գրած, հենց այս երևույթն է ներկայացնում, որ միջազգային ուժը, այսինքն բազմաշերտ է դառնում, նոր տիպի խաղացողներ են ի հայտ գալիս, big tech ասածը, այս խոշոր արհեստական բանականության, տեխնոլոգիական ֆիրմաները, դրանք այնքան մենք դեռ չենք էլ պատկերացնում, թե ինչ ձևով են պետությունների սուվերենության վրա ազդելու, թե ինչպես են ճնշում հենց նույնիսկ Ամերիկայի նման հզոր պետության սուվերենությունը կարող են ճնշել, այսինքն սրանք խոշոր հարցեր են, որ դեռ շատ տեսություններ դեռ ամբողջովին չեն կարողացել լիովին վերլուծել։ Մեկ այլ երկրորդ թեզը այն է, ես նորից հիշեցնեմ, Հայաստանը հայտնվում է ըստ այդ հոդվածագրի, Հայաստանը հայտնվում է Միացյալ Նահանգների, Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Չինաստան, Եվրամիության միջև շահերի
միաժամանակյա բախման կենտրոնում եւ այնուհետեւ նա ասում է տարածաշրջանը զարմանալիորեն կառուցվածքային նմանություններ ունի մերձավոր արևելքի հետ, ես կուզենայի որ անպայման դուք դա մեկնաբանեք, նա ասում է այսօր տարածաշրջանի արժեվ ծառացած հարցը այն չէ որ թե արդյոք Կովկասը կարող է այս մրցակցային շահերը վերածել առևտրային հաջողության, թե մրցակցային այս մրցակցությունը կարող է առաջացնել հակամարտություններ կարճ ասած մյուս ուրիշ վերլուծաբաններ շատ սիրում են այդ համեմատությունը անել վատ համեմատություն է սիրիացումը տարածաշրջանի եւ այսպես իսկապես այդպիսի բախում կա իսկապես վտանգ կա որ այդ բախումները կարող են անդրադառնալ ամբողջ տարածաշրջանի մասնավորապես Հայաստանի վրա եւ սիրիացում օրինակ Իսրայելը եւ նույն Թուրքիան մենք այսօր տեսնում ենք Սիրիայում են բախվում մեզ մոտ էլ կարող է այդպիսի իրավիճակ լինել եւ Սիրիան չի շահում այդ բախումից մեղմ ասած Նախ այն տարբեր համաձայն եմ այդ թեզի հետ, որ հարավային Կովկասը դեռ հստակ չէ, թե պիտի կարողանա այդ լարվածությունը դարձնել տնտեսական հաջողության եւ այդ առումով բայց ենթադրել, որ անպայման, այսինքն բախման հավանականություն կա, բայց ես շատ մեծ չեմ համարում, քանի որ հարավային Կովկասը շատ է տարբերվում միջին արևելքից տարբեր պատճառներով եւ դրան կանդրադառնամ, բայց նախ ասեմ, որ աշխարհի տարբեր ռեգիոններում շատ կոնկրետ եւ շատ հետեւողական ձևով այս բոլոր խաղացողները Ամերիկան եւ Չինաստանը չնայած իրենց լարվածությանը նաեւ շարունակում են միասին համագործակցել այսինքն այդ գլոբալ տնտեսությունը չնայած հակագլոբալիզացիոն տենդենսներ կան միջազգային նորմ հիմնականում ազատ առևտրի նորմերն են թույլատրել տեսնում եք այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգները Կանադայի վրա տարիֆներ է կիրառում այն դեպքում որ նրանց տնտեսությունները այդքան փոխկապակցված են եղել հաշվի առնելով դրանք այսինքն բոլոր երկրները խոշոր թե փոքր շահագրգռված են որ կանխատեսելի տնտեսական անցման ճանապարհներ ստեղծել որ առևտուրը չկանգնի քանի որ երբ որ առևտուրը կանգ է առնում դեմոկրատական թե ավտորիտար մեծ թե փոքր բոլոր պետություններն էլ տուժում են քանի որ արդեն էլի ռեժիմի տեսատիպից անկախ ժողովուրդները մոբիլիզացված են եւ գահընկեց կանեն թե դեմոկրատական եւ թե ավտորիտար ղեկավարների եթե լույսերը վառած չպահեն եթե աշխատանք չկարողացան եթե հացի գինը շատ բարձրացավ էներգետիկ այսինքն այդ process-ները պետք չէ թերագնահատել թե ինչքան համագործակցություն առաջ բերող երևույթներ են դրանք ինչ վերաբերում է միջին արևելքին նախ անձնական ձևով պատասխանենք այս քննարկումները մեր տանն են լինում երբ որ աղջիկներս երեխաներս միշտ հարցնում են թե Հայաստանը միջին արևելյան երկիր է թե եվրոպական այս ռեգիոնները ունեն քաղաքական առումով շատ տարբեր են նրանք տարբեր քաղաքական ճանապարհ են անցել տարբեր քաղաքական պատմություն ունեն պետությունների ուժը պետական կառուցվածքների ամրությունը տարբեր է եղած կոնֆլիկտների հնությունը տարբեր է եւ այն որ միջին արևելքը դեռ սառը պատերազմի ժամանակ հիմնականում առաջ է այսինքն կոնֆլիկտները այնքան խորն են միջին արևելք որ նույնիսկ համեմատելի չէ հարավային Կովկասի հետ բացի այն որ կա Իսրայել-Պաղեստինյան կոնֆլիկտը բայց նաեւ շիա-սունի որ կարծես թե մի քիչ մարել է Ամերիկայի Միացյալ Նահանգները այստեղ կարևոր դեր է խաղացել երկար ժամանակ ստաբիլություն պահել է հատկապես Քուվեյթի Իրաքի հարձակումը Քուվեյթից հետո բայց հիմա այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգները վարած քաղաքականություն է քննադատվում միջին արևելքում քանի որ Վաշինգտոնը աշխատեց շատ ավտորիտար երկրների հետ ստաբիլություն պահելու համար, բայց այդ երկրներն էլ իրենց հերթից սկսեցին օգտագործել Վաշինգտոնին եւ այդ փոքր կոնֆլիկտներ, որ սկսեցին ավտորիտար պետությունները առաջ տանել, լինի Սուդանում, լինի Եմենում, դրանք շատ ժամանակ նաեւ մղված են, որ իրենց ներսում ավտորիտարիզմ կա այդ երկրներում։ Եվ դա փաստորեն թույլ չտվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին ստեղծել միջին արևելյան ռեգիոնալ
ստաբիլ, կանխատեսելի համակարգ։ Վերլուծաբաններ կան, որ ասում են, որ այդ համակարգը հիմա կարծես թե արդեն փլուզվում է Ամերիկա-Իրան պատերազմի կոնտեքստում, եւ շատ բան կախված կլինի, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչպես կդիրքավորվի սրանից հետո, այսինքն եթե պիտի շարունակ եւ այսինքն վերադառնալով հարցին, թե Հարավային Կովկասի նման է թե ոչ, նորից ասեմ, նույն վտանգները սպառնում են, որոնք եղել համեմատելի չեն, քանի որ այդ վտանգները հիմնականում Միջին Արևելքում եկել են նրանից, որ այդ երկրները թույլ պետություններ են այնտեղ եղել, լեգիտիմության պակաս կա, լեգիտիմությունը իշխող ժողովը կառավարության լեգիտիմությունը դա լուրջ աշխարհաքաղաքական ռեսուրս է, իսկ այնտեղ քանի որ Սիրիան համազվում է փլուզված պետություն, լեգիտիմությունը հստակ չէ, կառույցները թույլ են, ամբողջ ինֆրաստրուկտուրան ջախջախված է, դա հնարավորություն տվեց Թուրքիային մտնել 2010-ից 11 թվականից է սկսվել այդ Սիրիայի քայքայումը։ Բայց Սիրիայի քայքայումը սկսվեց ներսի ցույցերից, արաբական գարնան կոնտեքստում սկսվեց։ Իսկ եթե դա եք հաշվի առնում, դա ամրացնում է իմ տեսակետը, այն առումով, որ այդ պետությունների թուլությունը ներսից է, ոչ թե գալիս է գերտերությունների հարվածներից կամ մրցակցությունից, այլ ներսից է։ Ներսից թուլանում է, ու երբ որ թուլանում է, նոր արդեն կողքից հեշտ է լինում։ Կարողանում են կառավարել, ամեն երկիր մտնում է։ Սիրիայի ջախջախումը այդ մոդելով անցավ, դժբախտաբար, եւ այն որ եւ կարող ենք ուրիշ մի ժամերով խոսել, թե ինչի արաբական գարունը հաջողության չհասավ, բայց այն որ այդ պետության թուլությունը հարթակ ստեղծեց ու ցույցերը վերածվեցին պրոքսի պատերազմի, այնտեղ Թուրքիան, Ամերիկան, Ռուսաստանը, Իրանը բոլորը իրենց փորձում էին իրենց նպատակները առաջ տանել կամ այնպիսի ղեկավար այնտեղ բերել, որ իրենց շահերը առաջ տանի։ Իսկ այստեղ Հարավային Կովկասը միակ վտանգը, եթե կոնֆլիկտը, այսինքն spillover տեղափոխվեց, որ ես քիչ հավանական եմ համարում, դա Իսրայել-Ադրբեջան հարաբերություններն են, Ադրբեջան-Իրան հարաբերություններն են, այսինքն Ադրբեջանի համար, Իրանի համար Ադրբեջանը շատ ռիսկային խաղացող է, քանի որ արդեն բաց գաղտնիք է, թե ինչ աստիճանի աշխատանք է տարվե ստրատեգիկ առումով Ադրբեջանի եւ Իսրայելի միջև, այսինքն եւ հատկապես հակաիրանական եւ քանի որ մենք արդեն հաշվի ենք նստում բոլորովին ուրիշ Իրանի հետ, այդ դար մեխանիզմ է, որ կոնֆլիկտը կարող է տարածվել Հարավային Կովկաս, բայց ավելի Ադրբեջան եւ ոչ թե Հայաստան։ Հայաստանի վարած դիվանագիտությունը շատ կարեւոր է, շատ նման է Քուվեյթի օրինակ վարած դիվանագիտությանը, որ տարբեր մրցակցություն վարող պետությունների շահերը փորձել է համատեղել։ Օրինակ այն, որ Հայաստանը ստրատեգիկ համաձայնագիր է կնքում եւ Վաշինգտոնի եւ Իրանի հետ եւ երկու այս հիմա պատերազմի մեջ են այդ երկու երկրները, բայց բարեբախտաբար հայկական դիվանագիտությունը կարողացել է հասնել նրան, որ բախում չլինի արդեն, այսինքն ընտրելու առաջ են կանգնած չեն եղել այդ հարաբերությունների շուրջ։ Եվ օրինակ Կրեմլը փորձում է Հայաստանին ընտրության առաջ կանգնեցնել, ասելով կամ մենք կամ Եվրոպան։ Եվ մինչև հիմա Հայաստանի դիվանագիտությունն էլ կարծես փորձում է դրան հակասել։ Եվ այդ առումով Հայաստանի դիվանագիտությունը շատ նման է օրինակ Կատարի, մյուս փոքր պետությունների Միջին Արևելքին, որ փորձում են Օմանի, որ փորձում են միջնորդի դեր, չնայած Հայաստան միջնորդի դեր չի խաղում, նա ընդհանրապես այս շահերը փորձում է զուգընթաց առաջ տանել առանց հաշվի առնելով, որ դրանք ուղիղ իրար հետ դեռ չեն կարողանում խոսել։ Այսինքն օրինակ բերելով Սիրիային եւ քննարկեցինք, դուք ասում եք ոչ նման չէ, բայց մեկ բան մտահոգիչ է եւ մտածելու տեղ է տալիս ներքին կայունության հարցը, փաստորեն այն ինչը փորձեցին եւ Իրանում նույն ձևով փորձ արվեց, ճիշտ է, ներքին դեստաբիլիզացիա անել, անկայուն վիճակ ստեղծել, որը դեռ մինչեւ հիմա մարդկանց կխաղան են հանում, ովքեր դուրս էին եկել իրենց կոչով իդեպ։
Միացյալ Նահանգների կոչով դուրս էին եկել փողոց, դա այլ պատմություն է, դաժան պատմություն է, բայց մենք այդտեղից դաս պետք է քաղենք։ Փաստորեն ինչ է ստացվում, եթե առաջ նույն կարծեմ այդ հոդվածագրի հոդվածի մեջ կար այս միտքը, որ եթե առաջ Հարավային Կովկասը բուֆերային այսպես գոտի էր համարվում, հիմա եթե մենք փակ սահմանները բացենք, արդեն դա ոչ թե բուֆերային, այլ գործող երակներ կդառնան, եւ դա ինչպես շահերի բախումից ել ավելի շահերի կառավարում է տալիս եւ բոլորն էլ կարող են օգտվել այդ իրավիճակից, այստեղ մրցակցությունը կարծես թե արդեն տեղին չի ստացվում։ Գալի այդպեսի եզրակացություն անել, այո, շնորհակալություն։ Դուք ասացիք հիշատակեցիք այո Միացյալ Նահանգներ եւ Իրանի հակամարտությունը, որը պիկի է կարծես թե հասել, չնայած անդադ պիկի է հասնում, միջնում, բարձրանում, չգիտենք որն է հիմա այս պիկը, այս պահի պիկն է թե չէ, ինչի մասին է խոսքը, տնտեսական պատերազմ է հայտարարել Միացյալ Նահանգները եւ հայտարարել է, որ ով Իրանի հետ համագործակցի, եթե դուք իմ դաշնակիցներն եք, եթե համագործակցեք, ուրեմն դուք այլևս ինձ հետ գործ մի արեք եւ Իրանը պատասխանել է, ասել է, եթե մեզ հետ չեք, ուրեմն մեր դեմ եք, այսինքն նույն Հայաստանը, որ դուք նոր օրինակը բերեցիք, ասեք եւ Միացյալ Նահանգների հետ է աշխատում եւ Իրանի հետ է աշխատում, Հայաստանի նման երկրներ, այլ երկրները թող իրենք մտածեն, մենք ինչ մտածենք, մենք գազ ենք ստանում Իրանից, տարբեր բաներ, տարբեր հարաբերությունների մեջ ենք Իրանի հետ։ Միացյալ Նահանգները կարող է վաղը չէ մյուս օրը խիստ պատժամիջոցների ենթարկի Հայաստանի, որը շարունակելու է Իրանի հետ համագործակցել եւ հակառակը Հայաստանը դրանից վախենալով դադարեցնի աշխատել Իրանի հետ եւ Իրանի հետ դեմս Իրանի թշնամի ձեռք բերի։ Դա անշուշտ կախված կլինի մեր դիվանագիտների, Հայաստանի դիվանագիտության ջանքերից, որ ես ինչքան որ ուսումնասիրել եմ, այդ ուղղությամբ շարունակելու են աշխատել։ Բայց այստեղ հաշվի առնելով այն, որ Հայաստանը փոքր պետություն է, դա արդեն առավելություն է դառնում այն առումով, որ դա ստրուկտուրային, կառուցվածքային ինչ որ նշանակություն չունի այդ սանկցիաների էֆեկտիվությունը պահելու համար։ Եթե Հայաստանը լիներ Պակիստանի չափ, Բանգլադեշի չափ, դա թերևս կարծես թե։ Բայց այս առումով այստեղ շահ կա Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, որպեսզի Հայաստանին բացառություն կազմի, ինչեւ որ մինչեւ հիմա բացառության կարգով այդ հնարավորությունը Հայաստանը ունեցել է, քանի որ Հայաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգները դիտում է այդ Pax Silica կոնտեքստով, այսինքն թվային, արհեստական բանականության ինֆրաստրուկտուրաների մի կարևոր մաս է եւ Հայաստանի ամրությունը դա շահեկան է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Եվ քանի դեռ Թրիպի շրջանակներում Վաշինգտոնը չի կարողացել Թուրքիայի հետ Թուրքիա-Հայաստան սահմանում որակական փոփոխություններ մտցնի, այստեղ կարծես թե Երևանի լեզուն երկար է, որ չես կարող այն մի սահմանը դեռ չես բացել եւ փորձում ես այս մի սահմանը փակել։ Ես չեմ կարծում, որ Հայաստան այդ ալիքի տակ ընկնի, ես ստիպված լինի ընտրել։ Այստեղ հարցը Վաշինգտոնի համար ավելի կարևոր են խոշոր տնտեսությունները, որ իրեն հետևեն, որի մեջ մտնում է նախ եւ առաջ Թուրքիան, Հնդկաստանը եւ հատկապես Չինաստանը։ Եթե նա կարողացավ Չինաստանն է հիմնականը, եթե Չինաստանին համոզեց, կարողացավ առանց Չինաստանի չի կարող Իրանի վրա այդ սանկցիաները լիովին կիրառել, այսինքն այդտեղ է լարվածությունը լինելու, ոչ թե փոքր Հայաստանի վրա հետ։ Բարի, եւ եւս մեկ թնջուկ կա, որը էլի անհանգստացնում է քննարկման առիթ է մեզ մոտ, մեզանում, Իսրայել-Թուրքիա փոխհարաբերությունները ավելի շատ հիմա հետաքրքիր է ոչ թե այն թե բախում կլինի թե չէ, որովհետև մի օր ասում են մենք կհարցակվենք իրար վրա, մյուս օր ասում են չէ, մենք դիվանագիտական, այստեղ բախման չի թեման։ Թեման այդ երկու դաշինքների մասին է եւ արդյոք Հայաստանին փորձում են Իսրայելը փորձում է Իսրայել-Հնդկաստան, Իսրայել-Հունաստան, Կիպրոս դաշինքի մեջ ներքաշել եւ Թուրքիան էլ նույն ձևով ոնց որ մենք Միացյալ Նահանգներ Իրան էինք ասում, Թուրքիան էլ ուշի-ուշիով հետևում է թե Հայաստանը հանկարծ այդ ուղղությամբ չգնա։ Ինչու եմ հարցնում, այսօր ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը մի շարք հայտարարություններ արեց տարբեր թեմաներով, այս հարցին առնչվում է իր
անդրադարձը Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հարցում եւ քանի որ շատերը դա կապում էին հենց այս դաշինքի ձևավորման հետ, որ Իսրայելը կարծես թե այդ ճանաչումով կառավարության ճանաչումով Քնեսետը ինչպես հայտնի է հետաձգել է հարցը, փորձում է Հայաստանին ներքաշել իր դաշինքի մեջ եւ Նիկոլ Փաշինյանը կրկին անգամ զենքայնացում բառը օգտագործեց, ասեց ցեղասպանությունը մի օգտագործեք ձեր անձնական ձեր խնդիրների ձեր քաղաքականության մեջ ի վնաս մեր ժողովրդի ոչ մենք ասում ենք ոչ մեզ մի օգտագործեք այսինքն Հայաստանը ասեց ոչ Իսրայելին Հայաստանին արդյոք փորձում են այստեղ եւս Իսրայելը իր կողմը քաշի Թուրքիան իր կողմը քաշի եւ Հայաստանը այստեղ այսպես նորից երկակի վիճակում է այո թե ոչ շատ են քննարկում հիմա այդ հարցը այդ ձեր ներկայացված տեսակետ կոնտեքստով ես կասայի որ գենոցիդի հարցը ճանաչման հարցը մի կողմից համաձայն եմ որ պետք չէ զենքայնացնել դա է բառը weaponize այդ օգտագործեք որպես զենք Իսրայել Թուրքիայի դեմ մեր հարցը եթե զենք այդ դինամիկան այո վտանգավոր է պետք է այո դրան համաձայն եմ բայց միևնույն ժամանակ եթե Իսրայելը ճանաչեց գենոցիդը օրինակի համար դա նաև նոր դիպլոմատիայի հնարավորություն է դա չի նշանակում որ բևեռ պիտի ինտերես կամ Իսրայելին արդեն պարտքես ընդհակառակը դա ուղղակի Իսրայելի հետ հարաբերությունների նոր որակի դուռ է բացում դա շատ ավելի հետաքրքիր հարց է քան թե դրանով Իսրայելը ակնկալում է որ Հայաստանը քաշվի դեպի Իսրայել հարաբերությունների ես չգիտեմ ինչ են վախենում որտեղ դեռ նախադրյալներ էլ չկան հարաբերությունների զրոյական վիճակ է կարծես թե իսկ Հայաստանը որպեսի քաշվի այս կամ այն այսինքն չկան հարաբերություններ պրոբլեմը բոլորովին ուրիշ է պրոբլեմը այն չէ որ պիտի քաշվի որ խմբի մեջ այլ պրոբլեմն այն է որ որակական հարաբերություններ չունես թե Թուրքիայի հետ եւ թե Իսրայելի հետ եւ այդ կոնտեքստով չի ասի որ գենոցիդի հարցը դառնալու է մի գործիք որով այս կամ այն օջախի մեջ պիտի ներքաշվի Հայաստանը իսկ Թուրքիայի պարագայում էլ Թուրքիան եթե ուզում էր Հայաստանին իր կողմը քաշել նա արդեն սահմանը բացած կլիներ այստեղ դինամիկա էլ կարևոր փաստ է այն առումով որ Թուրքիայի վրա դեռ Ադրբեջանը կարողանում է ազդեցություն ունենալ իսկ ազդեցություն միշտ ասել եմ ինտերվյուների ժամանակ այստեղ կարողանում է ունենալ քանի որ Թուրքիան ներսում կառավարման համակարգը թուլացած է անհատականացված կառավարում է այնտեղ ընթանում եւ փաստորեն Թուրքիայի շահերը հարավային Կովկասում որի մեջ պետք է մտներ որ Հայաստանի հետ սահմանը բացել եւ ռեգիոնալ քաղաքականություն ունենալ տնտեսական ուղիներ ստեղծել կենտրոնական Ասիայի հետ եւ դառնալ ռեգիոնալ հաբ դրանք չեն լինում այսինքն դա է խնդրեմը, այլ թե ոչ թե ինչպես Հայաստանին քաշ կտան այս կամ այն կողմ։ Եվ վերջին հարցը Թուրքիան եւ Ադրբեջանը ձեր կարծիքով ինչ քաղաքականություն են վարում Հայաստանի հանդեպ։ Ինչքան ինտերվյուների ժամանակ Թուրքիան որ արեցի ես այն տպավորություն եմ ստանում, որ այս մի կողմից Թուրքիան Անկարան, այս ստատուս կոն ձեռնտու է Անկարային, քանի որ այն ստաբիլ է, Թուրքիայի շատ հիմիկվա դիվանագետներ եւ արդեն թուրքի առաջ դիվանագետներ ասում են, որ Թուրքիան փաստորեն միջին արևելքում պատերազմ է, Սևծովի Ուկրաինայի պատերազմը կա, միակ խաղաղուղին դա հարավային Կովկասն է, այսինքն խաղաղության մեջ հետաքրքրված են։ Եվ միևնույն ժամանակ դա սա իրենց համար առաջնային չէ, այս պահին իրենց համար առաջնայինը քրդերի կոնֆլիկտն է, միջին արևելքն է եւ չեն ուզում Ալիևին նեղացնեն, ինչքան հասկացա։ Իսկ թե Ալիևը ինչու է վախենում։ Ալիևը վախենում է խաղաղությունից, ավելի Ալիևը վախենում է բաց սահմաններից, Ալիևը ուզում է այս խաղաղությունը կառավարել, նաև պատերազմից է վախենում եւ խաղաղությունից է վախենում։ Նա վախենում է սահմանները եթե բացվեն, Թուրքիայի հետ սահմանը եթե բացվեց, դա Հայաստանի տնտեսության համար ուղղակի դուռ է բացում հարուստ եվրոպական շուկա։ Սա հսկա տնտեսագետ չեմ, բայց շատ պարզ վերլուծություններից ուսանողներ, տնտեսագիտության ուսանողները կարող են ձեզ ասել, որ բաց սահմանները տնտեսական աճ են ապա, փոքր պետությունների համար փակ սահմաններով տնտեսություն վարելը կառուցվածքային ինչ-որ ճիչ հնարավոր չի հասնել։ Այսինքն Ադրբեջանը վախենում է, որ եթե սահմանները բացվեն, Հայաստանի տնտեսությունը, որ արդեն միջին հայաստանցին ապրում է
ավելի լավ, քան միջին ադրբեջանցին, դա արդեն սպառնալիք է Ադրբեջանի համար եւ դրանից են վախենում։ Բայց դրան զուգահեռ արդեն բայց ուշ թե շուտ դա պիտի առաջ գնա։ Որքան ժամանակ նրանք կարող են դա պահել։ Դե չեն կարող երկար պահել, քանի որ արդեն խոշոր տնտեսական շահեր են առաջ գալիս։ Դե մենք սկզբում խոսեցինք դրա մասին, որ Հարավային Կովկասը այժմ հետաքրքիր է իր բաց սահմաններով։ Այո, եւ այստեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ ես ուղղակի զարմանում եմ, թե ինչու ավելի արագ չեն շարժվում այս հարցում, քանի որ եթե TRIP-ը, որի մեջ իրենք հետաքրքրված են անշուշտ, էֆեկտիվ առաջ գնա, Թուրքիայի հետ սահմանը պիտի բացվի եւ Ադրբեջանի զորքերը Հայաստանի տարածքից պետք է դուրս գան։ Եվ այդ pax silica ռեսուրսների կանխատեսելիությունը, այդ կիսահաղորդիչների մատակարարման ուղիների ստաբիլությունը, դրանք բոլորը անցնում են Հարավային Կովկասով Կենտրոնական Ասիա։ Արդեն Չինաստանը տեղավորված է այնտեղ եւ դա է հիմնական մրցակցություն, եթե խոսում են գերտերությունների բախման մասին, միակ բախումը, որ կարևոր է կամ կարևոր է Հայաստանի համար մտածել, դա Չինաստան աշխարհի համար, դա Չինաստան Ամերիկայի Միացյալ Նահանգներ բախումն է, եւ դա էլ հատկապես այդ digital թվային արհեստական բանականություն, այսինքն նոր տնտեսական զարգացման նոր ոլորտ է առաջանում, պետականության տրամաբանության նոր շերտ է առաջանում, որը տերիտորիայի հետ այդքան էլ կապ չունի, կամ վերափոխում է տերիտորիայի տարածքի կարևորությունը։ Իսկ եթե մտածում եք դա է պատճառը, որ ասում եմ, որ այսինքն ոչ մի տերություն չի կարող, այսինքն գոնե այս պահին ամբողջովին չի վերահսկում Կովկասը, դա էլ է նաև մտնում այս ինչ որ բացատրեցի։ Բայց մենք տեսնում ենք, որ Չինաստանը կարծես թե շատ դանդաղկոտ է, հետաքրքրություն այդպես չի ցուցաբերում։ Ասեմ, Չինաստանը տարածաշրջանի մասին։ Այո, քան Չինաստանը տնտեսապես ներկայացված է թե ինֆրաստրուկտուրային առումով, թե Ադրբեջանում եւ թե Վրաստանում, բայց այդ միջին կորիդորը, միջին միջանցքը, որ շատ հաճախ ներկայացվում է որպես ստրատեգիկ տաղանդ, որ բանակցվել է եւ այլն, շատ ռիսկեր կան դրա շուրջ։ Անշուշտ TRIP-ը կարևոր է, որ այդ միջին միջանցքին միանա եւ ստրատեգիկ առումով Հայաստանի համար դա շատ կարևոր է, բայց պետք է չէ թերագնահատել միջին միջանցքը։ Այս Հայաստանի կարևորությունը Ամերիկայի եւ Չինաստանի կոնտեքստում դա եթե Տայվանի վրա բախում եղավ, եթե Մալակայի նեղուցը փակվեց, Չինաստանի համար փաստորեն այս միջին միջանցքը կարևորվում է, TRIP-ն էլ Հայաստանի միջոցով կապվածությունն էլ հետ է։ Այսինքն միջազգային հարաբերություններում այդ choke point բառ կա անգլերենով, որ կար, չգիտեմ թե դեռ հայերեն թարգմանվել է թե ոչ, choke point այդ ինֆրաստրուկտուրային ճանապարհներ, ուղիներ, որ եթե փակես, փուչիկի նման փակեցիր, ամբողջովին կտրելու ես էներգետիկ հոսքը, տնտեսական հոսքը ու դրանով ազդելու ես քաղաքական ազդեցություն ես ունենալու մյուս պետության վրա։ Այսինքն տնտեսական շարժերը հիմա դարձել են քաղաքական գործիքներ եւ այդ choke point-երը Մալական օրինակ, տեսանք արդեն Հորմուզը ինչպես դա օգտագործվեց այդ կոնտեքստով, նույն տրամաբանությունը նաեւ Մալակայի նեղուցում օրինակի համար եւ այդ կոնտեքստում է, որ Չինաստան-Ամերիկայի հարաբերությունները կարևորվում են Հարավային Կովկասում։ Ես ասացի վերջին հարցն է, բայց չէ, այդ ճանապարհների բացելու հետ կապված շատ կարևոր է մեկ այլ հարց Ռուսաստանի կոնցեսիոն կառավարման տակ գտնվող երկաթուղին եւ Փաշինյանը այսօր իր ելույթում դիմելով Ռուսաստանին ասեց մենք խնդրում ենք մեր ռուս գործընկերներին ճկունություն ցուցաբերել կոնցեսիոն իրավունքները վաճառել երրորդ երկրի, որը ընդունելի կլինի Հայաստանի Ռուսաստանի համար, ինչու, որովհետեւ ասում է, եթե շարունակում է մնալ Ռուսաստանի կառավարման ներքո, մենք կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրվելու այդ պատմական հնարավորությունը բաց թողնելու ռիսկի առջև, այսինքն Ռուսաստանը կարծես թե իր կոնցեսիոն կառավարմամբ խոչընդոտում է Հայաստանի ինտեգրումը եւ ինչպես է կարծում այս թնջուկը ինչպես կարող է լուծվել այս հարցը։ Դա անշուշտ Ռուսաստանը դժբախտաբար շատ կարճատես երկիր է ստրատեգիկ առումով, քանի որ ամբողջ աշխարհը այս ինֆրաստրուկտուրային կապերով է, ռեսուրսների միջոցով է ազդեցություն ունենում։ Ռուսաստանը արդեն ունի ինֆրաստրուկտուրային ներկայություն Հայաստանում, այդ բանը երկաթուղին։ Բայց քանի որ Ռուսաստանը կամ չի ուզում կամ չի կարողանում ներդրումներ անել, այո, նա շարունակելու սաբոտաժի ուղին է ընտրել, ու շարունակելու է սաբոտաժ այստեղ, եւ այստեղ երկու ուղի եմ տեսնում, կամ
հայ վերլուծաբանների երբ որ լսում եմ, իրենք ասում են, որ Հայաստանը պետք է շատ համարձակ գնա, Ռուսաստանի ձեռքից վերցնի եւ այլն, չգիտեմ թե դա իրավաբանորեն թերևս դա հնարավոր է, քաղաքականորեն չգիտեմ դրա հաջորդ քայլերը որը կլինեն, այսինքն դա ես ռիսկային եմ համարում։ Նախ եւ առաջ անհրաժեշտ է շատ լուրջ մտածել եւ Ռուսաստանին ներկայացնել թերևս շատ բաց ձևով, թե Ռուսաստանը ինչ է շահում, երբ որ, եթե Հայաստանը փաստորեն, եթե ինքը հանձնում է երրորդ երկրի եւ այդ երկաթուղին սկսում է աշխատել եւ միանալ այդ միջազգային հանգույցին, ինչ է շահում դրանից Ռուսաստանը, այդ հարցին պետք է պատասխանել։ Ու այստեղ շատ բան կա, որ եթե Ռուսաստանը նորմալ երկիր լիներ, դա շատ հստակ կլիներ, բայց դա մեկ, երկրորդը դրան մյուս ուղին դա ուղղակի այլընտրանքային ուղիների վրա ուշադրություն դարձնել, սահմանները բացել, միայն դա չէ, Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ եւ այլն, եւ երրորդը անշուշտ արդեն օգտագործել միջազգային իրավական համակարգը, միջազգային համակարգը եւ անշուշտ չի ենթարկվի Ռուսաստանը, նույնիսկ եթե Հայաստանի օգտին որոշում եղավ եւ դա նաեւ կձգձգվի, այսինքն դա էլ շատ քաղաքական եւ տնտեսական առումով այդքան էլ լավ ճանապարհ չէ, դժվարանում եմ ասել, հստակ պատասխան դժվարանում եմ տալ, քանի որ սա ավելի քաղաքական է, քան թե իրավական հարց է, բայց ես ուղղակի կընտրեի այն ուղին, ուղղակի շարունակել Ռուսաստանի հետ աշխատել, բացատրել, սոցիալիզացնել Ռուսաստանին ձեռնտու չի ինչպես եւ Ադրբեջանին բաց սահմանները Հայաստանի Թուրքիայի հետ այստեղ ինձ թվում է որ դա Հայաստանի քաշից վեր թնջուկ է, այսպես ասած, եւ այստեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները, չեմ ուզում անդադ ասել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կա խնդիրներ կլուծի, բայց սա գերտերությունների մակարդակի Նայած ում է ավելի պետք։ Այո, Միացյալ Նահանգներին կամ մենք թվարկեցինք նույն եվրոպական երկրները, որոնք Հնդկաստանի վալն չենք ուզում թեման չեմ ուզում լայնացնել, բայց Ռուսաստանը դժվարանում եմ ճիշտ հստակ պատասխան տալ թե ինչ կարելի անել, բացի այն որ արդեն նշեցի, այս հնարավոր ուղիները, սա փակուղի է թե լուծում կարող է կարծում եք հնարավոր է գտնել։ Շատ բան կախված է Ռուսաստանի ներսից եւ որ ուշ թե շատ սա ժամանակի հարց է, Ռուսաստանի վարած քաղաքականությունը այս ֆորմատով Ռուսաստանի համար ձեռնտու չէ, այլ մնաց Հայաստանի համար։ Եվ ուշ թե շուտ սա պիտի փոխվի, ու Պուտինի վարած քաղաքականությունը շատ ռիսկային է Ռուսաստանի համար, երբ որ ավելի պրագմատիկ խաղացող հայտնվեց, դա արդեն ամբողջովին թե Ռուսաստանը ինչպես է նայում Հարավային Կովկասին, դա էլ կփոխվի։ Բայց դրանից բացի դժվարանում եմ պատասխան թե եթե ասենք ուղակի վերցրեց Փաշինյանը ինչպես որ եթե ուղակի հենց վերցրեց ինչպես որ շատ վերլուծաբաններ են ասում կուզենամ սխալվել շատ կուզենամ սխալվել ու վերցրեց ու ամեն ինչ չնայած այդ հնարավոր է որ այդ դա էլ լինի օրինակ երբ որ Հայաստանը միանում էր միջազգային կրիմինալ դատարանին Հռոմի ստատուտը որ վավերացնում էին, էլի Ռուսաստանը շատ մեծ աղմուկ բարձրացրեց այն ժամանակ էլ, չնայած որ այն ժամանակ էլ փաստարկ կար, որ Հայաստանի անդամակցությունը ուժեղացնում է Ռուսաստանին Հարավային Կովկասում, քանի որ Ադրբեջանին է սանձում Բայց Ռուսաստանը էլի, սա էլ է օրինակ, որ չի ստրատեգիկ չի մտածում, թե այս միջազգային կառույցները ինչպես օգտագործել, իր շահերի համար այս միջազգային կառույցները կարող են օգտագործել։ Բայց նա համարում է թշնամություն։ Թշնամաբար է, կարծում է, որ բոլորը թշնամաբար են եւ դրա համար Բայց այս կոնտեքստում չի կարողանում Ադրբեջանին կառավարի շատ հարցերում։ Գուցե թվացյալ է դա։ Հնարավոր է։ Դժվարանում եմ ասել, թե փակ դռների հետևում ինչ են անում, բայց այն որ իրենց շահերը միահուն չեն համընկնում են այն առումով, որ երկուսն էլ նավթի վրա հիմնված ավտորիտար պետություններ, ներսից թույլ լեգիտիմություն ունեցող եւ դրա համար իրար պաս են տալիս կոպիտ ասած, այսինքն կոորդինացիա կա։ Դա այո, համաձայն եմ դրա շուրջ հետազոտություններ էլ կան, բայց միևնույն ժամանակ էլ նաեւ սա կայսրական պետություն է, եւ փորձում է նաեւ հսկել այդ ռեգիոնների վրա եւ Ադրբեջանը ներսում էլ հակառուսական շատ լուրջ ալիքներ կան, որ այսինքն Ալիևը չի կարող, այսինքն մի քանի ճնշման ուղիների տակ է այդ առումով։ Ես շատ շնորհակալ եմ այսօրվա մեր հանդիպման համար, ձեր պատասխանների, ձեր մեկնաբանությունների համար։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն հրավերի համար Գայանե։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ Տիկին Աննա Օհանյանի հետ էինք զրուցում Stonehill College-ի միջազգային հարաբերությունների ամբիոնի Ռիչարդ Ֆինեգանի անվան պատվավոր պրոֆեսորի զրուցվարում էր Գայանե Արաքելյանը, բարին ձեզ։